Հայաստանում որդեգրման գործընթացը կարգավորվում է օրենքով։ Այն միտված է ապահովել երեխայի շահերի գերակայությունը, միաժամանակ հարգելով որդեգրողի եւ երեխայի իրավունքները։ Որդեգրման գործընթացին առնչվող իրավական խնդիրների, միջազգային համագործակցությունների եւ երեխայի շահերի պաշտպանության մասին Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգացության եւ պաշտպանության ներքո են։ Նրանք պետության եւ համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք ունեն։ Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը եւ դաստիարակությունը որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով։ Ցանկացած երեխա, որը արդեն համարվում է որդեգրման ենթակա, նրա տվյալները մուտքագրվում են համապատասխան մանուկ տեղեկատվական բազայի մեջ եւ այնտեղ ինքը հասանելի է դառնում սկզբից ներքին որդեգրման համար։ Այսինքն, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցանկություն է հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխային որդեգրելու մասով, միայն նրանից հետո, երբ որ այդ երեխայի ներքին որդեգրումը հնարավոր չի լինում, որոշակի ժամանակ անց այդ երեխայի տվյալները հայտնվում է արդեն միջազգային որդեգրման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգում եւ նոր միայն օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել նման գործընթաց իրականացնելու համար։ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն չի թույլատրվում։ Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով։ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։ Կեղծ տեղեկություններ են տրամադրվում, թե կոնկրետ երեխային, կոնկրետ որդեգիր ծնողներ այցելել են, տեսակցել են, բայց ցանկություն չեն հայտնել որդեգրելու։ Բայց նման փաստեր մենք ստուգման արդյունքում չենք հաստատում։ Բացի այդ, օրինակ նաև որոշակի խնդիրներով, առողջական խնդիրներ ունեցող հիմնականում երեխաներ են, ծնողական խնամքից դուրս մնացած երեխաները, հնարավոր է նաև այս process-ում կոնկրետ որդեգրող ցանկացող ծնողներին այդ առողջական խնդիրները ներկայացվեն ավելի բարդացած կամ որոշակի դեպքերում ցմա հաշմանդամություն կրողներ։ Այս տեղեկությունները ելի տրամադրելով Հայաստանի Հանրապետության որդեգիր ծնողների մոտ ստեղծվում է այդ ցանկության բացակայությունը երեխայի հետ կապված հետագա գործընթացը շարունակելու։ Երեխաների պաշտպանության եւ միջպետական որդեգրման բնագավառում համագործակցության մասին Հաագայի կոնվենցիան սահմանում է որդեգրման հստակ ընթացակարգեր։ Հայաստանը եւս վավերացրել է այս կոնվենցիան։ Ոլորտում առկա օրենսդրական կարգավորումները, սակայն այս ամենով չեն ավարտվում։ Այս տարվա հոկտեմբերի 22-ին ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նոր օրենք երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին, որին կից կար նաեւ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ներկա դրությամբ դա ուղարկված է արդեն Հանրապետության նախագահային ստորագրության եւ ստորագրվելուց հետո մտնելու է ուժի մեջ։ Իհարկե, այդ օրենսդրական փաթեթից հետո մենք ունենալու ենք նաեւ բավականին շատ ենթաօրենսդրական ակտեր, որոնք որ կմանրամասնեն որդեգրման գործընթացի առանձնահատկությունները, ներառյալ նաեւ օտարերկրյա որդեգրման մասով։ Բայց ինչն է կարևորվում, որ ընտանեկան օրենսգրքում առանձնացվել է հատուկ հոդված, որը վերաբերվում է հատուկ ավտորիզացված հավատարմագրված կազմակերպություններին վերաբերվող կարգավորումներին։ Մասնավորապես դա օտարերկրյա պետություններում ստեղծված այնպիսի կազմակերպություններ են, ովքեր որ հանդիսանալու են միջնորդ կոնկրետ այլ պետությունում որդեգրել ցանկացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում երեխա որդեգրելու վերաբերյալ։ Եվ այս շրջանակներում իրենք անցնելու են բավականին շատ կոպիտ, այսպես ասենք, խիստ վերահսկողություն, խիստ պրոցեդուրաներով նոր կկարողանան ստանալ համապատասխան թույլտվություն իրականացնելու համար։ Միջազգային կոնվենցիայի վավերացման պայմաններում եւս իրավապահ եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արձանագրվում են չարաշահումներ միջպետական որդեգրման գործընթացում եւ ոչ միայն։ Ներպետական օրենսդրությամբ սահմանված են որոշակի պահանջներ որդեգրման գործընթացի կազմակերպման համար։ Նաև որոշակի արգելքներ է սահմանված։ Դա վերաբերում է միջնորդական գործունեությանը, որդեգրման գործընթացի process-ում եւ նաեւ չարտարացված օգուտներ, ֆինանսական միջոցներ ստանալուն։ Այսպես ասենք, ուրեմն միջնորդական գործունեությունը արգելված է նաեւ մեր ընտանեկան օրենսգրքով Հայաստանի Հանրապետության, որ ցանկացած միջնորդական գործունեության դրսևորում դա օրենքով արգելված է եւ բնականաբար իր իրավական հետևանքները
կունենա։ Ինչ վերաբերում է ֆինանսական օգուտներին չարդարացված, դա նույնպես արգելված է, այսինքն բացի ողջամիտ ծախսերից, որոնք որ կազմում են որդեգրման գործընթացում հայցադիմումի վճար կամ այլ պետական ծախսեր, բացի դրանից այլ տեսակի ֆինանսական օգուտները եւս չեն դիտարկվում որպես ողջամիտ կամ արդարացված։ Այս հանգամանքները հաշվի առնելով եւ համադրելով մյուս մեր որդեգրման գործընթացի հետ առնչվող մյուս օրենսդրությունը կարող ենք մենք դիտարկել այդ process-ի հետ կապված չարաշահումներ։ Օտարերկրյա որդեգրումների դեպքում կարող է խնդիր առաջանալ երեխայի խնամքի, կենցաղի հետ կապված մշտադիտարկման հետ։ Մշտադիտարկումը իրականացվում է տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։ Մշտադիտարկման բացասական եզրակացությունը համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է բերել որդեգրման չեղարկման։ Հիմքեր հանդիսանում է օրինակ երեխայի կապի դուրս չգալը, երեխայի մոտ որոշակի վարքային փոփոխությունները, որոնք բնորոշ չեն այդ տարիքի կամ այդ հոգեվիճակում գտնվող երեխայի համար։ Հաջորդը երեխայի մոտ իր բնականon եւ մշտապես ընդունելի միկրոսոցիալական բոլոր պայմանների այնպիսի փոփոխությունը, որի ժամանակ ինքը սկսում է խաբել, կոծկել իրականությունը, կարող է անգամ տարօրինակ հագուստ հագնել, օրինակ շոկ եղանակին ինքը հագնում է երկարաթև հագուստ, որը թաքցնում է իր վնասվածքները մարմնի վրա կամ սպիներ, որոնք առաջացել են այդ նույն վնասվածքներին, կամ երեխան խոսելու ժամանակ մշտապես ինչ-որ վախերի մասին է խոսում, այսա կարող է լինել ազդակ, որ որդեգրված ընտանիքում երեխայի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չի իրականացվում։ Իհարկե կան նաև ավելի ծանր ապացույցներ եւ հիմնավորում են դա տեսանյութերն են, դա համապատասխան բռնության, դաժանության կամ այլ նմանատիպ գործողությունները պատկերող ֆիլմերն են, նյութերն են, նկարներն են, որոնք կարող են արտահոսել պատահական համացանց։ Երեխային առնչվող գործերի առավել արդյունավետ քննության, ինչպես նաև երեխաներին պատճառվող անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար ոլորտում շարունակաբար փոփոխություններ են կատարվում։ Երեխաների հետ կապված մեր գործառույթը քննչական կամ վարորդայնար գործողություններ կատարելու ընթացքում ինչ մոտեցում դրսևորենք մենք քննիչներս երեխայի նկատմամբ, որպեսզի հնարավորինս չկրկնազոհացնենք, բացառենք կրկնազոհացումը երեխայի, այսինքն ցուցաբերենք զոհակենտրոն մոտեցում։ Այս նույն միտումով նաև նույն սեմինարներին վերապատրաստման դասընթացներին մասնակցում են նաև մյուս մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ու միտված է նրան, որպեսզի մենք բոլորս համակարգված ընդհանուր մոտեցում փորձենք ցուցաբերել երեխային, հաշվի առնելով իհարկե երեխայի լավագույն շահերը։ Վերջերս հայտնի դարձավ, որ Երևանի մանկան տուն ՊՕԱԿ-ի նախկին տնօրենը եւ քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետը օժանդակել են երեխաների վաճառքի կազմակերպված խմբին։ Դեպքերը, որի մասին խոսում են, եղել են 10 տարի եւ ավել ժամանակ առաջ եւ հետագայում շարունակվել են մինչեւ համապատասխան այդ անձանց պաշտոնավարման ժամանակահատվածը։ Խոսքը գնում է երկու նախկին պաշտոնյաների մասին, բայց դա մեկ այլ ավելի ծավալուն գործից անջատված մասի շրջանակներում քննարկվող դեպքեր են, որի շրջանակներում ավելի մեծ թվով պաշտոնատար անձանց է մեղադրանք առաջադրվել եւ գործերը քննվում են համապատասխան հակակոռուպցիոն դատարանում։ Բոլոր դեպքերում մեխանիզմները հետևյալն են, դա մշտական վերահսկողությունն է այդ ամբողջ process-ի նկատմամբ, ընդ որում վերահսկողությունը իրականացվում է ինչպես կոնկրետ մի մարմնի ներսում, այնպես էլ այլ մարմինների կողմից։ Այսինքն, որպեսզի որդեգրման process-ում ներգրաված բոլոր մարմինները իրար հետ թափանցիկ աշխատեն, մենք ունենք ներգրաված եւ խնամակալության հոգաբարձության մարմին, եւ մարզպետարան կամ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարան, եւ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Այսպիսի գործերի քննությունը հավելյալ ուշադրություն եւ զգուշավորություն է ենթադրում, հաշվի առնելով երեխաների ներգրավված լինելու փաստը։ Ապացույցների հավաքման բուն գործընթացը որոշակի խնդիրներ է առաջացնում այն իմաստով, որ այստեղ մենք գործ ունենք երեխաների անչափահասների հետ։ Բացի այդ, եթե գործը վերաբերվում է դեպքը կապված է նաև այլ գերատեսչությունների աշխատակիցների գործունեության հետ, դա լրացուցիչ արդեն իր հերթին է խնդիրներ առաջացնում այն իմաստով, որ եթե առերևույթ դեպքով ներգրաված են նաև այդ գերատեսչությունների աշխատակիցները, բնականաբար յուրաքանչյուրը իրենց աշխատանքային կախվածությունից վերադաս ստորադաս ենթակա հարաբերություններից ելնելով որոշակի շահագրգռվածություն ունենալով փորձում են
այսպես ասենք, արհեստացին խոչընդոտներ ստեղծել քննության ընթացքում։ Երեխաների ներգրավմամբ կամ երեխաներին առնչվող հանցագործությունների աճի միտում է նկատվում վերջին տարիներին։ Երբեմն նմանատիպ դեպքերն ի հայտ են գալիս որոշ ժամանակ անց այլ գործի քննության ընթացքում։ Սեռական շահագործման հետ կապված վերջին տարիներին ցավոք պետք է նշեմ, որ որոշակի աճի միտում կա։ Այսինքն, եթե նախկին տարիներին եզակի էին երեխա տուժողները նմանատիպ վարույթներով, հիմա մի քանի հոգ են արդեն, մի քանի տուժողներ են ասնում, 6-7, այսպես ասենք, երեխաներ, տարբեր վարույթներով իհարկե, սեռական շահագործման դեպքերով, հիմնական խնդիրը այդ դեպքերի հետ կապված, ուրեմն բացահայտելու, այսինքն, այսպես ասենք, երբ որ իրազեկվում ենք մենք այդ դեպքի մասին, ինքը որոշակի բարդություն է ներկայացնում հենց այդ իրազեկման process-ը, այսինքն կարող է տարիներով լատենտ մնա այդ դեպքը, ոչ մեկ տեղյակ չլինի այդ դեպքի մասին ու պատահական այլ հանգամանքների բերումով արդեն սկսի երեխան պատմել կամ խոսել այդ դեպքի մասին, դրանից հետո արդեն բնականաբար հաջորդում է իրավական գործընթացը։ Երեխայի մոտ վարքային փոփոխություն, խուսափողականություն կամ բնականon սոցիալական վիճակից այլ շեղում նկատելու դեպքում անհրաժեշտ է արձագանքել զգուշավոր, երեխայի մոտ հավելյալ դժվարություն, ներփակվածություն չառաջացնելու համար։